Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, մեդիա-հաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես հուլիսի 3-ին ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ վերջնականորեն ընդունեց օրենք, համաձայն որոնց սահմանափակվեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքները։ Ես այդ թերևս օրենքից մեջբերեմ բառացի, ուրեմն նոր իրավակարգավորումների համաձայն ազգային ժողովի ընտրություններին կամ հանրաքվեներին քվեարկելու համար 18 տարին լրացած քաղաքացին պետք է վերջին 2 տարվա 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնված լինի 366 եւ ավելի օր, այսինքն մի տարի եւ ավել։ Ընդ որում ընտրության նախաշեմին կամ բուն քվեարկության օրը երկիր ժամանելը բավարար չէ։ Ընտրելու իրավունք ստանալու համար քաղաքացին պետք է վերադարձած լինի հերթական ընտրություններից առնվազն 48 օր, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում 28 օր առաջ։ Այլ խոսքով ասած, սահմանափակվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքները։ Եվ թեպետ այլևս որևէ էական նշանակություն չունի, սակայն հետաքրքիր է այն առումով, որ այս նախաձեռնության հեղինակները կանայք են։ Ուրեմն քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներ Ալխաս Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Հասմիկ Հակոբյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը ահա նման նախաձեռնությամբ են հանդես եկել, այլ խոսքով ասած, ՔՊ-ական կանայք ընդդեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Հարգելի հետևորդներ, ընտրական իրավունքը քաղաքացիների անքակտելի եւ կարեւորագույն իրավունքներից մեկն է։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ոչ միայն ընտրելու, այլ նաեւ ընտրվելու։ Երբ դու սահմանափակում ես քաղաքացու իրավունքը, մասնավորապես տվյալ պարագայում այս իրավունքը, դու այդ քաղաքացուն զրկում ես լիարժեք քաղաքացի լինելուց։ Այլ խոսքով ասած, ՔՊ-ական իշխանությունը, որը նախկինում սովորություն ուներ հանրությանը բաժանել սևերի եւ սպիտակների, հետագայում Նիկոլ Փաշինյանը հանրությունը բաժանեց ողջերի եւ մեռածների, այժմ հանրությանը բաժանում են լիարժեք եւ ոչ լիարժեք քաղաքացիների։ Ժողովրդական խոսք կա, կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Ինչպես հայտնի է, հիմնականում Հայաստանից X ժամանակով բացակայում են արտագնա աշխատանքի մեկնողները։ Այսինքն մարդը, որը աշխատանք է փնտրում դրսում, լավ ուրիշ չի փնտրում այդ աշխատանքը։ Հավատացեք, յուրաքանչյուր մարդ, եթե իմանար, որ իր երկրում կարող է գտնել այնպիսի աշխատանք, որը ամբողջովին կապահովի իր ընտանիքի հոգսերը, նրա համար կստեղծի բարեկեցություն եւ այլն, նա երբևէ արտագնա աշխատանքի չի մեկնի։ Իհարկե խոսքս գործողումների մասին չէ։ Հետևաբար ստացվում է, եթե մարդը ժամանակ առ ժամանակ գնում է աշխատանքի, այնուհետև վերադառնում է երկիր, սակայն ինչ որ օրերի խնդիրներ է առաջանում եւ չի լրանում մատնանշված 366 օրը, ապա այդ մարդը զրկվելու է այնպիսի իշխանություն ձևավորելու հնարավորությունից, որը ինքն է ցանկանում։ Այլ խոսքով ասած, նա ընդհանրապես որևէ մասնակցություն չի ունենալու երկրի քաղաքական կյանքին։ Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը իր հայտնի, այսպես ասած, հրաժեշտի ճեպազրույցի ավելի շուտ ասուլիսի ժամանակ լրագրողների հետ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը պրախադնոյ դվոր չէ, որ մոտարապես sense է, որ ով ուզի գնա, ով ուզի գա քվեարկի։ Ոչ, Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի քաղաքացիների համար պրախադնոյ դվոր չէ։ Հայաստանի Հանրապետությունը նրանց հայրենիքն է։ Պետությունը պարտավոր է ոչ թե վանել իր քաղաքացիներին իրենից, ինչպես տվյալ պարագայում ՔՊ-ն է ցանկանում անել, այլ հակառակը նախ ստեղծել այնպիսի պայմաններ, որ որևէ քաղաքացի անհրաժեշտություն չունենա
պարտադրված մեկնելու արտագնյա աշխատանքի։ Էլ եմ շեշտում, խոսքը գործողումների մասին չէ։ Երկրորդը, պետք է պետությունը այնպիսի ազդակներ հաղորդի իր քաղաքացիներին, ինչպես արվում է բազմաթիվ այլ երկրներում, որ այդ քաղաքացիները հանձինս իրենց պետության տեսնեն պաշտպան, տեսնեն իրենց ապավեն, տեսնեն, որ իշխանությունները իրենց երկրի կապ չունի նրանք ընդունում են այդ իշխանություններին, թե չեն ընդունում այդ իշխանություններին, սակայն համոզված լինեն, որ այդ իշխանությունները յուրաքանչյուր պարագայում ցանկացած դեպքում իրենց այսպես ասած տեր է կանգնելու։ Յուրաքանչյուր իշխանություն, որը ձևավորվում է, նա չպետք է հանրությանը բաժանի յուրայինների եւ ոչ յուրայինների։ Նույնիսկ նրանք, որոնք որ չեն ընտրում այդ իշխանությանը, այնուամենայնիվ այդ իշխանությունը պետք է ապացուցի, որ ինքը նաեւ նրանց իշխանությունն է եւ որևէ տարբերություն չի դնելու իր քաղաքացիների միջև։ Այնինչ Հայաստանի Հանրապետությունում աննորմալ քաղաքական մթնոլորտ է ձևավորված։ Հայաստանի իշխանությունները բոլոր նրանց, որոնք իրենց պատկերացմամբ իրենց չեն ընտրել, կամ հնարավոր է իրենց չընտրեն, ամեն գնով վանում են իրենցից։ Իհարկե այսօր ՔՊ-ն լուծում է մեկ խնդիր՝ իր մշտական վերարտադրության խնդիրը, սակայն այն օրենքը, որը ընդունվեց հուլիսի 3-ին, դա անպայմանորեն իր հետևանքներն է ունենալու։ Դա պառակտիչ օրենք է, որը հանրությանը պառակտում է տարբեր մասերի։ Ստացվում է, եթե ես վաղը ուզենամ գնալ արտագնա աշխատանքի, ստիպված ընդ որում, ստիպված գնամ, քանի որ չեմ կարողանում իմ երկրում գտնել աշխատանք, որը կապահովի իմ բարեկեցությունը, իդեպ Նիկոլ Փաշինյանի պատկերացումներով, երբ նա բարձրացրել է 10,000 դրամ թոշակները եւ անդադար մարդկանց երեսով էր տալիս ամենայն դեպս նախընտրական ժամանակաշրջանում, նրա ընկալումներում կյանքը պայմանավորված է միայն ուտելով։ Եթե մարդը ուտում է, թեպետես խիստ կասկածում եմ, որ թոշակառուն իր եթե նախկինում 50,000 էր ստանում, այսօր դարձավ 60,000, ապա այդ 60,000-ով կարող է լուծել նույնիսկ իր սննդի հարցը ամբողջությամբ, բայց ինչև է, ես չեմ կարծում, որ մարդու կյանքը պայմանավորված է միայն ուտելով, այսինքն միայն ստամոքսով, մարդը ունի բազմաթիվ այլ պահանջմունքներ, այդ թվում հոգևոր պահանջմունքներ, այդ թվում մարդը ցանկանում է գնալ հանգստանալու տարբեր երկրներ, շրջագայել, զբոսնել, գնալ թատրոն, կինո, ինչու՞ չէ ժամանակ առ ժամանակ հաց ուտել որևէ ռեստորանում, չէ՞ որ սա կյանքն է իր բոլոր գույներով, սա կյանքն է իր բոլոր պահանջմունքներով, մարդը ուզում է նաև լավ հագնվի, մարդը ուզում է ունենալ լավ տուն, ունենալ լավ մեքենա, սակայն մարդը չի կարողանում Հայաստանում իր աշխատանքով բավարարել իր եւ իր ընտանիքի պահանջմունքները, հետեւաբար ստիպված փնտրում է աշխատանք բարձր աշխատավարձով Հայաստանի Հանրապետությունից դուրս, սակայն այն փաստը, որ նա չի հրաժարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից եւ մշտական բնակություն չի հաստատում որևէ այլ երկրում, խոսում է այն մասին, որ նա սիրում է իր պետությունը, սիրում է իր հայրենիքը եւ չի ուզում հեռանալ իր հայրենիքից։ Հակառակ դեպքում նա կհրաժարվեր նաեւ այդ քաղաքացիությունից, հավատացեք, այն մարդը, որը ցանկանում է խզել կապերը իր պետության, իր հայրենիքի հետ, նրան չի հետաքրքրելու այդ քաղաքացիությունը, նրան չի հետաքրքրելու նաև ընտրությունները, թե այստեղ ով կընտրվի, թե ով չի ընտրվի, նա պարզապես կգնա եւ իր կյանքը կկապի մեկ այլ երկրի հետ, իր կյանքը կդասավորի մեկ այլ երկրում։ Սակայն եթե մարդը գալիս է ընտրելու, սակայն եթե մարդը ժամանակ առ ժամանակ տարվա մեջ 1, 2, 3 անգամ գալիս է Հայաստան, նշանակում է նա իր արմատները չի ուզում կտրել իր երկրից, նշանակում է նա անպայմանորեն գալու է մի օր, որ վերջնական վերադառնա Հայաստան եւ այլևս որևէ արտագնա աշխատանքի չմեկնի։ Սակայն պատկերացրեք այն քաղաքացու վիճակը, որը գնացել է արտագնա աշխատանքի եւ նրան վիրավորում են ասելով, որ դու իրավունք չունես
Հայաստանում ընտրելու, որ դու Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացի չես, որովհետև գիցուկ ոչ թե 366 օր ես եղել Հայաստանում, ինչպես ԿՊ կանայք են պատկերացնում, որովհետև նրանք են այդ նախաձեռնությամբ հանդես եկել, այլ Հայաստանում ես եղել, ենթադրենք 360 օր։ Եվ այդ 6 օրը հնարավորություն չի տալիս մարդուն ընտրություն կատարելու։ Այն պատճառաբանությունները, թե իբր հիբրիդային հարձակում է, թե իբր ուղարկված են եւ այլն, դրանք ընդհանրապես պատճառաբանություն են, որովհետև ԿՊ-ական իշխանությունը շատ լավ է հասկանում, որ գուցե այն մարդիկ, որոնք այս պահին Հայաստանում չեն, գնացել են ինչ որ X ժամանակահատվածում Հայաստանից դուրս աշխատելու, հետևաբար կարող է դժգոհություններ լինել տվյալ օրվա իշխանության հանդեպ, դժգոհություններ լինել այն առումով, որ այո, հենց նրանք են պարտադրել այդ մարդկանց գնալ Հայաստանից, հետևաբար եթե գան ընտրելու, ուրեմն իրենց չեն ընտրելու, ահա դրանով է պայմանավորված այս նախագիծը, և հետևաբար ստացվում է, հավելյալ անգամ շեշտեմ, որ ԿՊ-ական իշխանության համար կան երկու տեսակի քաղաքացիներ, որոնք ընտրում են ԿՊ-ին, հետևաբար օժտվելու են բոլոր իրավունքներով, քաղաքացիներ, որոնք չեն ընտրում ԿՊ-ին, հետևաբար նրանց իրավունքները պետք է սահմանափակվեն, իդեպ, խոսքը նաև չի գնում միայն ընտրական իրավունքը սահմանափակելու մասին, խոսք է գնում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ուղիղ վիրավորելու մասին, Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ բոլոր այն քաղաքացիները, ովքեր որ չեն ընտրել ԿՊ-ին, բոլորը ընտրել են ընտրակաշառքով, այսինքն, եթե դու ԿՊ ընտրող չես, կամ դու գործակալ ես, կամ կաշառակեր, չեմ կարծում որևէ երկիր լինի, որի ղեկավարը այսպես ուղիղ խոսքով վիրավորի իր պետության քաղաքացիներին։ Հաջորդ խնդիրը, որի մասին կուզենայի խոսենք, հարգելի հետևորդներ, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ։ Եվ ահա, Նիկոլ Փաշինյանը կրկին անգամ հաստատեց, որ նա ձերբակալելու է, կալանավորելու է այն մարդկանց, որոնց մասին նա նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել էր և շեշտեց, որ այո, Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի բանտ։ Եվ հետաքրքիրը գիտեք որն է, նա այլևս հղում չէր անում օրենքներին։ Նա ասում էր, որ այդպես է ժողովուրդը իրենից պահանջում, այսինքն գցում էր ժողովրդի գրպանը։ Իբր նա գնում է չգիտես ուր, և մարդիկ իրենց հոգսերը, խնդիրները թողած մոտենում հարցնում են, բա երբ ես կալանավորելու, դա նման բան իմ խորին համոզմամբ չի լինում։ Եվ Նիկոլ Փաշինյանը իր խոսքերն եմ ասում, չգիտի ինչ պատասխանի, որովհետև չի կարողանում հղում անել օրենքի այս կամ այն հոդվածին և այլն և այլն։ Այսինքն ստացվում է, հա, իդեպ բառացիորեն ասած, որ ժողովուրդը իրեն մանդատ է տվել կալանավորումների համար։ Այսինքն ստացվում է, որ օրենքները հեչ, որևէ օրենք գոյություն չունի և չի գործելու, որովհետև եթե օրենքը թույլ չի տալիս տվյալ մարդուն ձերբակալել կամ կալանավորել, նշանակում է թույլ չի տալիս, իսկ օրենքը չպետք է շրջանցել, սակայն Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մոգոնել է մանդատ եմ ստացել կալանավորելու, այսինքն օրենքները հեչ, ստացվում է, որ ենթադրենք պայմանական եմ ասում, զուտ պայմանական, ենթադրենք Նիկոլ Փաշինյանը գնում է Ախուրյան և Ախուրյանցի Անոն, որը դարձել է համարյա պատմական կերպար, և մոտենում Նիկոլ Փաշինյանին ասում է, գիտես ինչ, դու պետք է կալանավորես այսինչ մարդուն, որովհետև ես այդպես եմ ուզում։ Ստացվում է Ախուրյանցի Անոյի խոսքը ավելի վեր է, քան օրենքը, որովհետև նրան Նիկոլ Փաշինյանին ինչ-որ մանդատ է տալիս մարդկանց կալանավորելու։ Սա նույնպես զավեշտ է, հարգելի հետևորդներ, զավեշտ է, որ Հայաստանում
ոչ թե օրենքներն են գործում, այլ ընտրազանգվածները։ Էլ եմ ասում, ես մի քիչ կասկածում եմ, որ մարդիկ մոտիկանում Նիկոլ Փաշինյանից պահանջում են կալանավորել, որովհետև մարդիկ հազարու մի դարդ ունեն, հազարու մի հոգս ունեն, հազարու մի մտածմունք ունեն, օրվա ապրուստը հայթայթելու խնդիր ունեն եւ ամենևին նրանց առաջնային նպատակներում չէ այսինչ կամ այնինչ մարդուն կալանավորված տեսնելը։ Բացի այդ, ԿՊԱ-ական իշխանությունը մշտապես PR անելու սովորություն ունի։ Եթե իրական նման մարդիկ գտնվեին, ապա անպայման այդ տեսանյութերը կհայտնվեին բոլորիս տեսադաշտում, թե ինչպես են sense խմբովին հավաքվել ամբողջ գյուղով, մոտիկացել Նիկոլ Փաշինյանին, ասում չէ որ չէ, այս ինչ մարդուն պետք է կալանավորես, ջանդամը թե մենք նորմալ չենք ապրում, ջանդամը թե Ադրբեջանը մտել է Հայաստանի տարածքներ, այդ բոլոր հարցերը հեչ, մենակ թե կալանավորի օրինակ Ռոբերտ Քոչարյանին։ Դա խիստ անհավանական սցենար է։ Բայց եթե նույնիսկ դա այդպես է, ստացվում է, որ ԿՊԱ-ական ընտրազանգվածը վեր է օրենքներից։ ԿՊԱ-ական ընտրազանգվածն է պարտադրում Նիկոլ Փաշինյանին շրջանցել օրենքը եւ անել այս կամ այն բանը։ Օրինակ, եթե այդ ընտրազանգվածից ինչ-որ մի խումբ մարդիկ պահանջեն լինչի դատաստան տեսնել այսինչ կամ այնինչ քաղաքական գործի նկատմամբ, ուրեմն Նիկոլ Փաշինյանը պետք է պարզապես մարդկանց կախաղան հանի, գնդակահարի կամ չգիտեմ ինչ հրապարակում, որովհետև այդպես էին իրենից ուզում։ Նման ձևով երկիր չեն կառուցում, հարգելի հետևորդներ։ Նման ձևով պետություն չեն կառուցում։ Հատկապես իրավական պետություն նման ձևով չեն կառուցում։ Նման ձևով քաղաքացիական հասարակության ստեղծմանը չեն նպաստում։ Մինչդեռ իրավական պետություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ ձևավորված լինի քաղաքացիական հասարակությունը։ Հակառակ դեպքում մենք այս շրջապտույտից դուրս չեն գալու եւ մշտապես X թվով մարդկանց ցանկությունները վեր կլինեն գործող օրենքներից։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ